Մատվիենկոյի հետ ձեր հեռախոսազրույցից հետո չկա որևէ տեղեկատվություն պաշտոնական արարողակարգից բացի, թե ինչ է քննարկել, արդյոք հայ-ռուսական հարաբերություններում վերջին, այսպես կնճիռներից եք խոսել, վերջին խնդիրներից եք խոսել, այսինքն ԵԱՏՄ-ը երկընտրանքը, որ մեզ առաջարկել է, այդ թեման կրկին ձեր հետ զրույցում խոսվել է, թե ոչ։ Լսեք, իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ հայ զանգը եւ ես պետք է ասեմ, որ ամենալավ եւ հարգալից հարաբերություններ ունեմ Դաշնային խորհրդի ղեկավարի հետ եւ մենք խոսում ենք բաց, մշտապես խոսում ենք ուղիղ, երկստեք հարգանքի տրամաբանության մեջ եւ հիմնական խոսակցությունը եղել է անձնական եւ ծննդյան կապակցությամբ զանգը այդ կապակցությամբ ա եղել ենթադրում եմ որ Ստամբուլում մի քանի օրից ես մեկնում եմ Ստամբուլ ինքը նույնպես այնտեղ լինելու է ենթադրում եմ որ այնտեղ կշփվենք ոչ թե պաշտոնական հանդիպման մասին է խոսքը ենթադրում եմ այնտեղ կշփվենք բայց IPU 152-րդ համաժողովն է, որը տեղի է ունենալու Ստամբուլում եւ բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու, նախատեսված հանդիպում կա այս պայդրությամբ երկու գործընկերոջ հետ, մի խոսքով։ Ադրբեջան եւ Վրաստանի գործընկերների հետ հանդիպում նախատեսվում, այո։ Վերադարձեք Ռուսաստանին, այո։ Որոշել այս փուլում, որովհետև մենք տեսնում ենք, որ արդեն մեր գործարանները խնդիրներ ունեն։ Մամուլում տեղեկատվություն կար, ջերմուկի հետ կապված խնդիրներ կարող է առաջանալ եւ Ռուսիայի կոնյակի հետ արդեն կարնիշի բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի, մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու եւ բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք եւ փորձելու ենք լուծելով առաջ գնանք։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնանք եւ նման մտադրություն չկա, ինչ որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն եւ մի պա բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, մենք քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու եւ լուծելու համար ենք։ Բայց կապ ունի պարոն Սիմոնյան, ձեր կարծիքով։ Հերթով բոլորի հարցերին բոլորի հարցերը վերջացնելն էլի։ Ըմբռնումով է Ռուսաստանի պաշտոնյաները մոտենում Հայաստանի այսպիսի դիրքորոշման։ Օրինակ մենք կարող ենք այնքան մնալ ԵԱՏՄ-ում, ինչքան կարող ենք։ Այդ դրա ըմբռնումով են մոտենում։ Լսեք, երբ որ ըմբռնումով չմոտենանք, խոսենք դրա մասին, հիմա ինչ եք։ Հիմա փաստացի արդեն ինչքան ժամանակ է մենք միևնույն ժամանակ փորձում ենք համատեղել։ Իսկ այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը 2-3 տարի բանակցեց ասոցիացիան համաձայնագիրը եւ մի գիշերվա մեջ sense թևից թափ տվեցին ու ինքը մտավ բանի մեջ, այդ ԵԱՏՄ-ի մեջ, համատեղեց, չէ, Մաքսայինի մեջ ներողություն եմ խնդրում, շնորհակալություն։ Ով է ինձ անցածանգում Մաքսային միության մեջ ինչ-որ պահ համատեղեց, չէ, նաև ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեց եւ ինչ-որ լուծումներ գտնվեց, նաև տենց նմանատիպ փորձ էլի շատ կա։ Իսկ մի գիշերում ձեզ եք փոխել դառնալ Կոզոնա ջան, երբ որ լավ հարց ես տալիս, երբ որ շատ հարց ես տալիս, նորմալ հարց ես տալի, պատասխանում եմ, բայց երբ որ սկսում ես արդեն ինչ-որ բառախաղով զբաղվել, ես օրինակ բերեցի Սերժ Սարգսյանի վրա, տարբերությունը զգացել ես Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի, թե չես զգացել, իսկ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը զգացել ես, օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը չլեր, ձեր մեծամասնությունը հիմա ինոագենտ կլինեին, օրինակ 2021 թվականին եթե այլ ընտրություններ, ներողություն, եթե 2021 թվականին ընտրությունները այլ կերպ դասավորվին, հիմա ձեր մեծ մասը ինոագենտ կլներ, դու բանտում կլներ կամ ինչ-որ բարդ երկր։ Փաշինյանից առաջ եղել եմ եւ բանտում ես էլ իսկ կարող է քո ասուլիսն, արիստեղ ասուլիստ, արիստեղ կանգնի, շարունակեք իրան հարցեր տալ։ Պարոն Սիմոնյան, ինոագենտ եք ասում լրագրողներին, ի՞նչ է այդ նշանակ։ Փաշինյանից առաջ կյանք եղել է։